Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիան այսօր հրավիրել է քննարկում Հայաստանը և միջազգային կազմակերպությունները թեմայով քննարկմանը զեկույցով հանդես է եկել ակադեմիայի նախագահը, հայաստանյան մասնաճյուղի տնօրենն ու մշակույթի նախարարը։ Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիան հրավիրել է հանդիպում Հայաստանը և միջազգային կազմակերպությունները թեմայով։ Ինֆորմատիզացիայի ակադեմիան իր տեսակով յուրօրինակ միջազգային կառույց է, որն ունի ավելի քան 700 ճյուղեր և կազմակերպություններ աշխարհի շատ երկրներում, հանդիսանում է ՄԱԿ-ի ասոցիացված անդամ։ Ակադեմիայի նպատակն է ստեղծել տարածաշրջանային ու տեղական կազմակերպություններ, նպաստելով տարբեր երկրներում կրթության, առողջապահության և այլ ոլորտների զարգացմանը։ Մենք ունենք 20,000-ից ավելի անդամ աշխարհի տարբեր երկրներից, ավելի քան 700 բաժին-բաժանմունք տարբեր երկրներում նորից, տարբեր ոլորտներում ներգրավված ենք, վերջի մեր ամենահետաքրքիր երևի գործունեություններից մեկը եղել է Հայաստանում բաժանմունքի ստեղծումը։ Ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Իր գործունեության 7 տարիների ընթացքում ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, արտերկրի հետ տարբեր բնագավառներում կապերի հաստատմանը։ Եվ այս 7 տարիների ընթացքում մենք արդեն բազմաթիվ գործերի, միջոցառումների հեղինակ ենք եղել, շնորհիվ իհարկե ակադեմիայի նախագահ պարոն Ազատ Վարդանյանի, որը երբեք չի թողնում կիսատ որևէ սկսած գործը, եւ հատկապես եթե հարցը վերաբերում է երիտասարդ սերունդի կրթությանը, զարգացմանը, եթե հարցը վերաբերում է առողջապահական ոլորտին, հարցերը վերաբերում են հայաստանյան տարբեր բիզնես ոլորտների զարգացմանը։ Հայաստանը պետք է ներգրաված լինի մաքսիմալ հնարավորություն կերպով միջազգային կազմակերպություններում, որովհետև դա ամբիոն է, դա հնարավորություն է, դա հնարավորություն է պատասխան տալ մեր ճուզողներին, մեր թշնամիներին, դա հնարավորություն է նաև ներկայացնել մեր ազգը, մեր հարուստ մշակույթը։ Պատահական չի, որ մենք այսօր շատ երկրորդ խոսեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին, որտեղ մեր հիմնական հարթակը դա հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակն է, որտեղ մյուս բոլոր այլ հարթակներում դրանք հիմնականում երկկողմանի ֆորմատներ են կամ այլ ձևաչափեր, Եվրոմիություն, Եվրոխորհուրդ, այդ խնդիրները այդքան սուր դրված չեն լինում, այդպիսի իրավիճակներ չեն ստեղծում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակը դա այն տեղն է, վայրն է, որտեղ որ մենք պետք է պայքարենք մեր ազգային ինքնության համար։ Ակադեմիայի անդամները տարբեր ոլորտներում նվաճումներ գրանցած անվանի մասնագետներ են գիտության, մշակույթի, սպորտի ու քաղաքականության ոլորտում հանրահայտ մարդիկ։ Հրավիրված քննարկման արդեն երկրորդ հատվածում ակադեմիայի անդամի կոչումներ ու դիպլոմներ շնորհվեցին մի շարք այլ անձանց։ Հանահիտ Հակոբյան, Նարեկ Բարսեղյան, Երևան լրատու։